շատ կարճ խոսամ, որովհետև եւ կփորձեմ կանգ առնել ոչ թե բյուջեի վրա, որը ինքը քննարկման համար հետաքրքրություն չի պարունակում, քանի որ եւ իր ծավալներով եւ ծրագրերով շատ սահմանափակ է։ Մենք ունենք 2026 թվականի համար 376 միլիոն մենք խնդրել էինք ֆինանսների նախարարությունից, որից 374 միլիոնը բավարարվել է, 2.3 միլիոն պակաս ավելի, ինչը մեզ համար ճգնաժամային կատաստրոֆիկ չէ, այսինքն մենք այստեղ որևէ խնդիր չունենք, հաշվի առնելով նաև, որ մեզ մոտորապես մենք ունենք մեր հաշվարկներով մոտ 8 միլիոն, որը ձևավորվում է մեր հավելյալ բյուջեն բաղկացած տարեկան տույժերից եւ թուրքերից եւ մենք կփորձենք այն ծրագիրը, որ իրականացնում ենք, մենք կատարել։ Իսկ ծրագիրը մենք իրականացնում ենք ցավոք առ այսօր մեկ ծրագիր, որի համար նորից եմ կրկնում, այս գումարները բավարար է, որովհետեւ մեզ մոտ փարքասո եւ տեխնիկական հագեցվածությունը եւ մշտադիտարկման այդ համակարգը դեռ թարմ են եւ ինչ որ ժամանակ էլի կծառայեն, այսինքն լուրջ ներդրումային ծրագրերի մենք գոնե 1-2 տարի դեռ դրա պահանջի չենք ունենա, բայց ես կուզենամ երկու խնդրի մասին խոսալ, որը մենք շատ կարեւորում ենք եւ կուզենայի մեր գործընկերները եւ ազգային ժողովում եւ գործադիր իշխանություններում տեղյակ լինեն այդ խնդրի մասին։ Խոսքը գնում է հաջորդ տարվա ընտրական գործընթացների մասին, չգիտեմ, կարծում եմ նկատել եք, որ Հայաստանի պատմության ընթացքում այդպիսի խիտ տարի չի եղել, այսինքն բացի ազգային ժողովի համապետական ընտրություններից, մենք ունենք նաև ընտրություններ 9 մարզային կենտրոններում եւ ըստ ընտրական օրենսգրքի ցանկացած մարզկենտրոնի ընտրություն եւս կանոնակարգվում է եւ մշտադիտարկվում է հեռուստատեսության Եվրազիայի հանձնաժողովի կողմից։ Դա նշանակում է, որ մենք հանձնաժողովը հաջորդ տարի նոն-ստոպ պետք է մասնակցի նախընտրական գործընթացների մեջ։ Դա ազգային ժողովի ընտրություններն են եւ սեպտեմբեր, հոկտեմբեր եւ դեկտեմբեր, Ահա, չէ, կհետևեի, բայց մասնակցել է որպես կառույց, ընդունեցի սխալ ձևակերպումը, եւ այստեղ մենք տեսեք ինչ խնդիր ունենք, որը ես փորձեմ ձեզ հասցնել, եւ նույնիսկ հիմնավորում ենք գրել, որը ես չեմ կարդա, մենակ բացի ծավալային այս ընտրական process-ների, որովհետև յուրաքանչյուր մարզկենտրոնի ընտրությունները նույնչափ նրանք հետաքրքրություն են ներկայացնելու լրատվամիջոցների համար եւ մեր քանակը մշտադիտարկումներում էապես մեծանալու է, դա մեկ, եւ երկրորդը, եթե 2021 թվականի ընտրությունների ժամանակ մեզ մոտ լսողական ծրագրեր հեռարձակում են 83 իրավաբանական եւ ֆիզիկական անձ, ապա 2025 թվականի հոկտեմբերի ամսվա դրությամբ արդեն 112։ Դա նշանակում է, որ արդեն մոտ 30%-ով մեծացել են հեռարձակողների քանակը եւ բնական է իրենց մշտադիտարկումը բոլորի մեզանից հավելյալ ռեսուրսներ եւ ֆինանսական եւ տեխնիկական եւ մարդկային խլելու են եւ Այո, բայց այս մեկը երկրորդն էլ կասեմ, հա, պարոն նախագահ, որտեղ կա եւ երկրորդ խնդիրը։ Այս խնդրով մեր հաշվարկները, որը մենք շուտով կներկայացնենք եւ ֆինանսների նախարարություն եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, մեզ պետք կլինի ընտրությունների ժամանակ, որպեսզի որակյալ կարողանանք անցկացնենք մեր գործառույթները, իսկ դրանք ոչ միայն մշտադիտարկումներն են, ոչ միայն մոնիտորինգն է, այլ նաև տրեյնինգներն են լրատվամիջոցների եւ նախընտրական շտաբերի հետ, դա նաև մեթոդաբանությունն է, դա նաև գործողումներն են եւ տեղում մշտադիտարկումներն են։ Մեր հաշվարկներով մեզ լրացուցիչ 3 ամսվա ընթացքում անհրաժեշտ կլինեն 8 աշխատողներ, հա, եւ տեխնիկական եւ ծրագրային ապահովման համար
որոշ չափով տեխնիկաներ առանց նոր սերվերի մենք չենք կարող անել եւ նախնական տվյալներով այդ ամեն ինչը մոտ 12 միլիոն դրամի արժողություն կունենա։ Ես միանգամից ասեմ, որտեղ ֆինանսների նախարարության հետ միշտ այդ բանավեճ, այսպես ասեմ, ունենում ենք, արդյոք կարող ենք առանց այդ գումարների կատարել այդ աշխատանքները։ Իհարկե կարող ենք, բայց շատ անորակ, ոչ ամբողջական թերի, որ ես կարծում եմ նախընտրական process-ների ժամանակ անթույլատրել էի։